Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները շատ են, այնպես որ հարմարավետ տեղավորվեք, ուզում եք սուրճով, ուզում եք առանց սուրճի։ Ես գիտեմ, որ իս դիտողների մեջ շատ են նրանք, ովքեր սուրճը դնում, հետո են միացնում հաղորդումը։ Երանի ես էլ դա կարողանայի անել, բայց հասկանալի պատճառներով չի ստացվի։ Եվ այսպես խոստանում ենք նայել մինչև վերջ, որտեղ կարևոր նորությունները, ինչպես գիտեք, ամենահամոր բաները պահում են վերջում։ Սկսենք, չմոռանաք, սեղմեք լայքի կոճակը, տարածեք, եթե կարող եք։ Եվ այսպես, ինչ են բերել մեզ Բաքվից։ Գտնենք, տեսնենք, ինչ են բերել մեզ Բաքվից։ Օրինակ եմ ուղղակի ուզում բերեմ պարոն Մելիքսյանի ասացի, որ ասաց թե ինչ աշճանի ընտրկեն ցաղային նմանություններ բաներ կա։ Ամենահաճախ եւ մորորից մոտ այդ բանն էր, որ հեռախոսով որ խոսում են, որ վերցնում զանգը վերցնում են, չէ՞, հա բրատ, այդ որ ասում են հա բրատ, ինձ քեզ թվում է ինչ որ տես կողքին այդ հայերն այդ բանին, էլի, որտեղ այնքան նմանություններ կան այդ առումով, որ նույնիսկ զարմանալի է։ Չէ, մի սպասեք, որ գերիների, կապատանների մասին չխոսացություն է եղել։ Ոչ։ Ցնցված են, որ իրենց պատասխանել են հա բրատ ձևով։ Իսկ ինքանա որոշել, ինքանա ոգևորել, ոնց որ հարազատ միջավայր են կացանի։ Պատկերացնեք։ Այդ բրատը, այդ բրատը 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 5 տարի առաջ հայ երեխեքի զինվորների կանանց ծերեր էր մորթում, բայց իրեն ասել է հա բրատ ու դե ասեք որ անասուն չի, դե ասեք որ այս անասունը այնքան հարազատ միջավայրում էր զգացել, ոնց որ Հայաստանում լինի, ընդհանրապես պետք է իրեն մեկ ասել հա բրատ, յաթաղանը ձեռը իրեն ասել է հա բրատ, հա բրատ, ինքը քեզ ասել է բրատ, բայց չի նշանակում որ յաթաղանը կողքը չի, կամ գոտու վրա կապած չի, ու ինքը սպասում է քո նման անասունին, երբ այնքը թուլանալու վիզը խոնարհի մոտը, որ իր գործը շարունակի։ Եվ այս որակը գնացել է մեր համար, որպես էքսպերտների խումբ ներկայանա Ադրբեջանում, հիմնավորելով, որ ադրբեջանցին ինչ ասում է, ճիշտ ասում իր մասին։ Եվ սկսել է Ալիևին արդարացնելու process-ը, ոչ, Ալիևը չի ասել գոչը, այլ ռուսական քարտեզարն իշտակել։ Բա հա, Ալիևը չի ասել, որ դու կենթանի ես։ Ալիևը դες բան չի ասել։ Որ դու հիվանդ կենթանի ես, ուղղակի կենթանի չես։ Չէ, դες բան չի ասել։ Ալիևը չի ասել, որ ձեր նմաններին, ինչպես առնետ պետք է ասենց ալմատախիլ անել ու շպրտել այդ հողից։ Էդ էլ չի ասել։ Հա։ Հասկանում եք Ալիևը ինչքան փաստաբան ունի Հայաստանում։ Հա, ինքը չի ասել։ Ինքը եթե ասել էլ է, էդի ներքին լսարանի համար է ասել։ Այո, դա էլ մյուս բանն է, չէ՞, նարատիվն է։ Ներքին լսարանի համար է ասում։ Պատկերացրեք, ինտերնետի դարում այս կարգի անասունները մտածում են կարելի է ներքին լսարանի համար բան ասել։ Այսինքն ինտերնետի այդ ալիքը մենակ ներքին լսարանն է նայում, հասկացաք։ Ու այն ինչ որ ինքը ասել է, չի ասել։ Չէ իրականում։ Կարգին դասիրակված տղա է, լսեք, հիշում եք Նիկոլն էլ 19 թվականից մեզ դա էր ապացուցում։ Այո։ Եվ ամենակարևորը Հաջիևը խնդրել է փոխանցել, պատերազմը ավարտել է, էլ պատերազմ չի լինելու։ Այն որ իրանք ասում են դեռ գալու են, Սևան են մտնելու, բանը Սյունիքն են մտնելու, Հայաստան չի լինելու, તો Երևանն էլ է իրանց հողը, Հայաստանն էլ իրանց հողը։ Չէ, էդի ներքին լսարանի համար է ասվում, բայց իր ականջին ասել է Հաջիևը, ասել է ձերոնց ընդ փոխանցես, ձերոնց չէ էլի, իրանց ցոնց, այն իրանց այդ կենթանիներին, ինչ որ իրանց կոչում են, այդ կենթաներին կփոխանցես, որ պատերազմը ավարտվել է, բա Ադրբեջանն ուզում է այս չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն եւ գնալ դեպի խաղաղություն։ Բա իսկ մյուս մեսիջը Բաքուն ՀՀ նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Բա այն ինչ որ իրանք ասում են, հայտարարում են, կոմիսիաներ են ստեղծել, Հարևմտյան Ադրբեջանի բան պետական մակարդակով են էլ երկու ցուցակներ ունեն արդեն, ովքեր պետք է վերադառնան։ Չկա դες բան։ Չէ, չկա։ Ոնց Արեգին են ասել, չեք հավատում ես անասունին։ Ոնց կարելի է չհավատալ։ Լենստեն նայեք։ Կապը վզին անասուն։ Ոնց կարելի է իրան չհավատալ։ Մեղք է սա, ժողովուրդ ջան, մեղք։ Հասկանում եք, ու ինքը հույս ունի։ Ինքը հույս ունի, որ իրան հավատում են։
ասել ոչ միայն ինքը հույս ունի, Նիկոլն էլ հույս ունի, որ իրան հավատում են։ Հասկանում եք, իշխանությունները գիտեք երբ են տապալվում։ Հիմնական մասը, երբ որ մտածում են, թե իրենք ինչ որ խոսում են, նույն ձևի ընկալվում է հասարակության մեջ։ Այսինքն իրենց պատկերացումների եւ հասարակական պատկերացումների մեջ ոչ մի տարբերություն չկա։ Ասենք եթե իրենք իրանց ասում են իրենք հավատում են, նշանակում այնտեղ իրենց նման 1 միլիոն կենթանի, բայց չեն ասում են 1 միլիոն 2 միլիոնը կենթանի չի։ Իրանք են կենթանի։ Ալիևը ճիշտ ասել է, որ հայերը կենթանի են, բայց իրանցի նկատի ունի, իրանք էլ գնացին ապացուցեցին։ Ինչ է։ Իշխանությունները կործանվում են այն ժամանակ, երբ որ իրանց պատկերացումների մեջ, իրանց սենյակային խոսակցություններն ու համոզմունքները նույնը այն ինչ որ հասարակության մեջ։ Հավատացեք, հակառակ դեպքում ոչ մի կրիծի այս կարգի հայտարարություն չեր անի, եթե մտածել կարող է ժողովրդի մեջից ասեն որ դու ապուշ չես անում։ Ոնց թե տարածքային պահանջներ չունեն։ Բավարար ասում է դա Ադրբեջանի տարածքա, բա այդ ի՞նչ է։ Այդ ում է ասվում, բա այդ ինչ 500,000 փախստական են պատրաստում բերել Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան, արևմտյան Ադրբեջանի ՀԿ-ներ կա, գրքեր է տպվում, սիմպոզիումներ անցկացվում, բան, ում համար է։ Հասկանում եք, իշխանությունները ցանկացած, մենակ այս ապուշների մասին չի խոսքը, ցանկացած մեծ հաշվով իշխանությունները սկսում են տապալվել այն ժամանակ, երբ իրենք չգիտեն դրսում ինչ է խոսում, դրսում ինչ են ակնկալում, դրսում ինչ է կատարվում։ Դնում են իրաց նման հիմարների, իրանք խոսում են, դրանք էլ հայլանման իրաց պատասխանում են, որովհետև խելոք մարդ իրաց նկատմամբ չի նստի դիմացը, իրանք ընենց են մաքրել, որ խելոք մարդ այնտեղ չի էլ հայտնվի, որ ասի գիտես ինչ։ Լսեիք, հանելը տես չի։ Այս հիմար որ խոսում եք, ձեզ ոչ թե լսում են, ձեզ քֆուր են տալի դրսում։ Ձեզ ծաղրում են։ Ձեզ աշխարհի վերջի խոսքերն են ասում, մի ասեք այդպես։ Ձեզ սենյակի պատկերացումները դրսի հետ նույնը չի, բայց քանի որ իրանք նեյտրալիզացել են բոլոր հնարավոր հակադարձությունները, իրանց մոտ ջան են ասում, ջան են լսում, այսպես։ Լրի Պուտին վիճակա։ Ինչու՞ սա բնորոշ է բոլոր դիկտատորներին, ասենք այն մարդկանց, ովքեր կապը կորցնում են հասարակության հետ։ Գիտեք ինչ են կորցնում։ Ձեռք չի տալի։ Ձեռք չի տալի լսել հակառակ կարծիք, ձեռք չի տալի իմանալ բաներ, որ կարող է իրենց տրամադրությունը գցի։ Մի քիչ մնում են այդ վիճակի մեջ, միջև տրամադրությունը այնց է հանգնում, որ էլ ասելու չի։ Բայց սա միակը չի, գրանք առաջ։ Հիմա լսենք Նիկոլի մյուս ձագին։ Մեր ադրբեջանական գործընկերների հետ մենք այդ հաղթողի որ տարածեն գրավել եւ պարտվողի որ նրանք պարտվել են այդ խնդիրը չեն բացասում ընդհակառակը նույնիսկ մենք կողմ ենք այն գաղափարին ես անձամբ այդ տեսակետն եմ կիսում որ որոշակի գրավյալ տարածեն պետք է աստիճանաբար որոշակի ուրեմն ժամանակական ընթացքում կամ գրաֆիկով հանձնել ադրբեջանական կողմին ինչի համար որպեսզի մեր համախոհները ադրբեջանում կարողանան լավ ֆունդամենտ ստանալ եւ իրենց Ասում իրենք համախոհ են ունեցել Ադրբեջանում։ Դու գիտեք դրա մասին։ Սա Նիկոլի մյուս ձագերից է, էլի, որ մենակ այդ արագը չի Քոչինյան կամ ասենք չգիտեմ դե մնացածները, հա, Խուշուզյան, Մուրխուժան, էլի ձագեր ունի։ Դա մի ամբողջ բան է եղել, ինկուբատոր է եղել, ոսես ծնել են, ցես տարբեր տեղեր դրել են, որ այսօր հավաքեն միտեղ քարոշության համար։ Լսեք։ Հայաստանում շատ խիստ ոչ պոպուլյար տեսակետ է առաջարկվում։ Դա կներեք, ես չգիտեմ ում համար է ոչ պոպուլյար, բայց ես ցակումով լինելով ուրեմն հենց այդ տարածքից ծնված, ես մի քառակուսի մետր կամ ասենք թե ժառանգությունը կորցրած անձի տեսակետը չեմ նայում, ինձ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունը որպես Հասկացա ճիշտ է ինքը այդ տարածքում է ծնվել, բայց ասում ադրբեջանական տարածքներ են պետք է տան։ Ասում եք փողը ինչ անում։ Բայց դուք ինչ եք կարծում, օրինակ Սաքունցի նման որբը, այդ թվերից, այդ հիմնադրամը, այդ կառույցը, բա ով է ֆինանսավոր է պահել միջև հիմա։ Ինչով պետք է զբաղվել օրինակ Սաքունցը, պատկերացնում եք, որ ասում ճիշտ է, ես այդտեղ եմ ծնվել։ Բայց դա Ադրբեջան։ Բա դու ինչի Ադրբեջանում ես, Սաքունց, քո գաղափարակիցների հետ։ Հա՞։ Ճանապարհությունը լսենք։ հանրապետություն որպես ժողովրդավարական պետություն որպես խաղաղության
երկիր, այսինքն որպես եւ հարևաններն այդ խաղաղ պայմաններում ապրող երկիր են, ես ցանկանում եմ Այսինքն խոսքը Ղարաբաղից դուրս գտնվող այո, Ղարաբաղից դուրս գտնվող իսկ Ղարաբաղի ուրեմն խնդրի հետ կապված այդտեղ պետք է ուրեմն միանշանակ լինի երկխոսություն ուրեմն Ղարաբաղի եւ ուրեմն Ադրբեջանի ուրեմն ներկայացուցիչների միջեւ, սակայն դա միայն չպետք է վերապահել իշխանություններին, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանություններին տալ այդ խնդրի լուծման տարբերակները դա պարզապես դառնում է անիմաստ, որովհետև եթե հասարակությունների մեջ չկա Մի խոսքով հասկաց, այդ հասարակություններն էլ ինքն է, այդ բանն էր, մյուսը էլ են, որ այսօր գնաց, քանի որ այդ 5 կենթանին, այդ հիվանդները, որ գնացել էին Բաքու, հասկանում եք, ինքը ասում է, չէ, ոչ չեն տալու Սամոյին, պատկերացնում եք, այդ ժամանակ այս կենթանին ընկներ Սամոյի ձեռքը, Բաբայան Սամոյի ձեռքը ինչ կաներ, իրանց Բաքու մի հատ բունկ սարքեր, շները կպահեր սրան այնտեղ, չէ, ոյ, իրանք ղեկավարները չեն խոսալու, որոնք պատերազմ են հաղթել, տվեք իմ նման այնտեղ գտնեք արեգների, Նիկոլի Ձաքերից, իրանք պետք է խոսան ժողովրդի անունից Ժողովուրդ ջան, գիտեք սրանց ով է պահել 30 տարի ով է պահել գիտեք այդ մասին իմացել է բնականաբար եւ Լևոնը եւ Ռոբիկը եւ Սերժիկը միսան ասունին լսենք մի հատ ամենամեծ ձեռքբերումներից մեկի ամենակարևոր օրերից մեկի Շուշիի գրավման օրն է եւ ես շնորհավորում անասուն չէ Շուշիի գրավման օր ինչ ասես սրան Ինչ ասես սրան, Շուշիի գրավման օր է եմար, բայց ինչ որ է, բայց սա տոն է եղել իր համար։ եմ ձեզ Շուշին գրավելու առիթով։ Չիմա դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Օրելի Վազգենի ծննդյան օրը գալու ենք ես Եռաբլուր ու ասելու ենք սպանապետ ծնունդը շնորհավոր, Շուշին էլի մերն է։ Հայաստանի Հանրապետությունը այո ճանաչում է Ադրբեջանի 86,000 տարածքային ամբողջականություն։ Իսկ ինձ որ մեկ արդի հոգանձ է, ասեմ մորդ կտանես կհանձնես։ Հասկացաք։ Միջև այս վերջի տողին անդրադառնալը ավելի ոչ շատ կարևոր է։ Ես ուզում եմ վերադառնամ այս սակունցների եւ մնացածներին, որ ես տեղեկացնեմ, որ սրանց պահել են, որ ասում են Սորոս, սաղի մի բառով Սորոս են ասում, Սորոսը դրանց մեջ անշուշտ կա, բայց առանց KGB-ի թույլտվության սրանք ով էին, որ մի կոպեկ փող ստանային, հենց քարոզներն էլ անեին, բա կներեք, ժամանակ ստապ հարց լծեր, հարց հնչեր, չէ, բա ԱԱՑ մարմինները ինչ խոտ էին ուտում, բայց ԱԱՑ մարմիններից այնտեղ զանգու պատասխանում են, ոչ մեկ խոտ չի կերել, զեկուցվել է, դեպքում հարց, բա Ռոբիկ, Սերժիկ, Լեով, ԼՏՊ, բա ինչի եք հանդուրժում, դե հիմա ասեմ ինչ են հանդուրժում, հենց նույն պատճառով, ինչ պատճառով առաջի հարվածը կերավ այս մարդը, որն ասեց, հանձնեք, գնացեք ձեր մորը հանձնեք, հիշում եք ինքը երբ ձերբակալվեց, ես ձեզ հիշեցնեմ, շտապ, Մանվել Գրիգորյանին կալանավորելու ոժուշում կայացվեց, ուրեմն 22 հունվար 2019 թիվ, սա ուղիղ մեկ ամիս հետո, երբ Փաշինյան Նիկոլը դառնում է վարչապետ ընտրություններով, ուղիղ մեկ ամիս հետո, եւ միանգամից իրականացում է Տուշոնկա ծրագիրը, միջելոց, սա հունվարին է կայացել որոշումը, բայց իրեն ձերբակալել են դեռ 18 թվականին, 18 թվականին, երբ դեռ Սերժիկն ու Նիկոլը կողքի, հարևան, կամպոտներ էին փոխանակվում իրար հետ, հիշում եք, կամպոտներով էին փոխանակվում իրար հետ, եւ ես հիշացնեմ, այս ժամանակ, երբ որ կալանքի որոշում էր կայացվում, ձերբակալության որոշում էր կայացվում, հիշում եք, չէ, ԱԱՑ-ն մտել էր այնտեղ, հիշեցնեմ ով էր ԱԱՑ պետը, Արթուր Վանեցյանը, հիշեցնեմ ով էր ոստիկանապետը, հա, Օսիպյանը, Սերժիկի, հիշեցնեմ ով էր դատախազը, Սերժիկի դատախազը,
Նույն դատախազը, Սերժիկի նույն դատախազը, որ եւս 4 տարի աշխատեց, իմ անունը մտքից դրա պետք է հիշեմ կասեմ, որ 4 տարի աշխատեց բանի Նիկոլի համար, հիմա վերադարձել ասում է ես ընդդիմադիր եմ, եւ այսպես ինչ կատարվեց։ Արդեն Նիկոլ Փաշինյանը մականները ցույց տալիս 19 թվականին արդեն որոշում կայացվել է, որ պետք է ձերբակալվի, չնայած իրան այդ Տուշոնկա օպերացիան արդեն 18 թվականին եղավ։ Գլխատեցին առաջի դիմադորին, որովհետև Մանվելի հետ պայմանավորվել չէր կարող Փաշինյան Նիկոլը եւ Սերժիկի հետ գցում բռնում են, քանի որ չեն կարող պայմանավորվել, ինքն էլ հաստատ չի հանձնելու, իր ինչին է պետք, ինչ որ փող վերցնի, ամեն ինչ ունի, հա, ամբողջ երկրապահն էլ իրանն է։ Ու 16 թվականի քարոզիայի պատերազմի փորձն էլ կար, որ երկրապահը չէր լսում ով ինչ է ասում, ինքը արդեն բանում էր, առաջնագծում էր, դա մեջ 4 օրվա մեջ կանգնացվեց։ Ոչ ամբողջ կազմով։ Ջոկատներով մարդիկ չեն էլ հարցնել ոչ մեկի։ Ու գնացել են միանգամից այնտեղ։ Եվ ոնց անենք, որ սահուն անցնի, առաջի արվածը ստանում է հենց Մանվելը։ Ու Սերժիկի ձեռքով։ Նույն Սերժիկի, որ աճացել է Սաքունց։ Ասում եմ, ԱԱՑ-ը խոտ չի կերել։ Սենց որ ասում ենք, ինքը զեկուցել է։ Որ սա անդեղից է սնվում, այս հիմնադրամները, որոնք սրանք սնվել են, սրանք որ փող ուղիղ մենակ Թուրքիայից չի եկել։ Ինքն ապուշ չեն։ Մեծ բան են հիմնադրամ են բացում, ասենք չգիտեմ, Բրյուսել կլինի, Ամստերդամ կլինի, Փարիզ կլինի։ Մի հատ հիմնադրամ է բացվում այնտեղ, ինչ որ մամուլին օգնելու եւ այլն եւ այլն։ Փողերը թուրքական ուրիշ տեղերով գալի մտնում այդտեղ, այդտեղից գալիս է այս կենթանիներին։ Հետո պարզվում է ամբողջ այսօրվա ԿՊ-ն իր աջակիցներով բոլորը բուծվել, աճեցվել են հենց այդ հիմնադրամներում։ Եվ ինչպես տեսնում եք, նույնիսկ այս վաղեմության կադրի մեջ սրանց խոսույթը նույնն է։ Նույնն է։ Եվ այսպես Սերժիկը ոչ միայն այս ամեն ինչը նախապատրաստել է մինչև 18 թվականին, 18 թվականին իսկ ուժայինների ձեռքով խփեց Մանվելին։ Որպեսզի հնարավորինս դիմադրություն չունի։ Եվ սենց հերթով գնացին մոտավորապես գուշակելով, որ զինվորականը կարող է դիմադրի, հա, Խաչատուրովից սկսած։ Լսեք, սրանց բոլորին կարելի է դատել։ Հա, բայց սրանց դատել է հեռացնելը ուրիշ բան ուներ, նպատակ ուներ, ոչ թե արդարադատություն վերականգնելու, այլ ուղղակի ծրագիր իրականացնելու համար։ Հիմա այսօր ասում եմ, այսօրվա հանցագործներին, որ վաղ մեկը ձեզ բռնելու են, կարող է ուրիշ նպատակով բռնեն, բայց հիմք են ունենալու, ինչպես Մանվելին հիմք կար, Խաչատուրովին հիմք կար, բայց մենք այն ժամանակ չգիտենք պատճառը որն է, մենք գիտենք, մեզ թվում էր, թե արդարադատություն է իրականացվում, բայց դա չէր։ Դա էլ արդեն կյանքն է ցույց տալի։ Այնպես որ հարգելիներս, Սերժիկի Ռոբիկի կողմնակիցներ, նորից ձեզ հիշեցնեմ, ովքեր են Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Առ այսօր ուժայինները գտնվում են Սերժիկի ձեռքում, ֆինանսները իր փոխվարչապետով Մեհեր Գրիգորյանի ձեռքում, որը Ռոբերտ Քոչարյանի բոլոր բիզնեսների կառավարիչներ ինքը, բակից։ Դա Ռոբերտ Քոչարյանի Գերմանի կուսակցությունն էր, հանրապետականը Սերժիկինն էր, բականով ստեղծեց Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի ինքն էլ մի հատ կուսակցություն ունենա, որ ներկայանա որպես я тоже рыба или осетрина, չգիտեմ, մի խոսքով դեք։ Այնպես որ այսօր ով կանացա Սերժիկ Սարգսյանի կողքին մտածելով, որ հեսա Սերժը փրկելու է այս երկիրը, պետք է ասի արա, հələ մի վարքան։ Քո ուժայիններով դու խեղդեցիր Մանվելին, որ 20 թվին դիմադրություն չունի ու միանգամից նշանակեն Սասունին իր տեղը, որ սպանի դաշտը, Քաշիներս, գնականիններ վախ, ոտոս փուշ մտավ, փախնի հետ գա, հետո խաբար չեմ եղել։ Խաբար չեմ եղել, ախո ջան, բա պետք է տայինք, բա թուրքերին էր, բա պետք է տայինք, բա ոնց։ Հիմա կասկածներ կա, ոսանք բոլորը նույն հանցագործներն են։ Չգիտեմ, եթե մտածող մարդու մոտ կասկածներ կա, ես չգիտեմ ինչ ասեմ։ Անեսում մենակ սա չի։ Ճանաչում եք Դթումի ու Նիկոլի հետև նովա կանգնած։ Հա? Սա Սերժիկ Սարգսյանի իշխանն։ Իդա վերահսկողության ծառայության պետը։ Դթումի ու
Վիժվածքի հետևում կանգնած է։ Հավատարիմ շամպես։ Սերժիկը ոչ ինտեղ չի գնացել։ Դա հեսա։ Ինքը ամեն տեղը, ինքը ամենակեղտոտ բանն արի, ամենակեղտոտ ինքը սպանեց բառացի այն մարդու, որը լինելու ամենամեծ արգելքը, այս մեծ դավաճանական գործընթացին։ Որտեղ եթե մանվելը ողջ լիներ, սրանք ում շունն էին, կարողանային մի հատ ընդեղ մի հատ գործողություն անեին։ Մանվելը հանցագործեր, կրիմինալ էր, ինչ էր, բայց նա տվողը չէր։ Ու ինքը ասեց, սրանք գիտեին։ Հակառակ դեպքում ձեռ չէին տա, մնացածին ո՞նց ձեռ չտվեցին։ Ոնց մտցրեցին ամեն մեկին իրենց բները։ Մեկին փողով, մեկին վախացնելով, մեկին, չգիտեմ, նկատողություն անելով, մեկին ուղղակի պաշտոն տալով։ Այդ ամեն ինչի հիմքում գլխին կանգնած այն Սերժ Սարգսյանը։ Էսենց հայ չեմ մոռացա ամեն անգամ մոռանում են պաշտպանության նախարարին ասեմ, էլի Սերժիկի շուններ։ Սեյրանի տեղակալը Օհանյան։ Տոնոյան Դավոն։ Սաղ իրանն է։ Հիմա էլ է իրան։ Սա մասին եմ դու լսեք։ Հայաստանում մի երիտասարդ կին արդեն 5 ամիս է ինչ փակի տակ է։ Ոչնչի համար։ Լսիր մեկ րոպե։ Նրա անունը Լիդիա է, 39 տարեկան է։ Լուսավոր, բարի, աշխատասեր մարդ, որը երբևիցե ոչ մեկին վնաս չի տվել։ Բայց նա այսօր փակի տակ է առանց տեսակցությունների իրավունքի, առանց հանցանք կատարելու, առանց հստակ հիմնավորման։ Մենք աղմկում ենք, երբ կենդանիների պաշտպանության հարց է դրվում, բայց երբ մեր երկրում մի կնոջ ազատություն են խլում, լռում ենք։ Ինչու՞։ Լիդիան իրավունքներ չունի։ Նրա կալանքը կրկին երկարացվեց։ Նրան ստիպում են ամանորը դիմավորել բանտախցում, զրկված ընտանիքի ջերմությունից, լույսից, կյանքի բնականon ընթացքից։ Նա ոչ չասես, սա քունց, այ որբ, Իոնիսյան, այ ճիճուներ, բայց այս կնոջ ճակատագրով ինչի չեք հետաքրքրվում։ Ինչը կրիմինալ է, 5 ամիս է նստած է։ Հանցագործություն արել, դեղի վաճառք արել։ Ինչ է արել այս կինը։ Որ Բագրատի աճը գիծնա դրա համար։ Դուք հասկանում եք ուր է հասել վիժվածքը, որ նույնիսկ կինն է իր համար սարսափելի վտանգի կինը։ Որ ոչ քաղաքական ակտիվություն ունեցել երբևէ, ոչ մի բան։ Կինը իր համար քաղաքական վտանգ է ներկայացնում, որովհետև ինքը աջակից է, ասենք Բագրատ Սրբազանի։ Մի մարդու, որ ես չեմ էլ սիրում։ Ինքը իմ համար գոյություն չունի, բայց իրան ձերբակալել են քաղաքական նպատակներով։ Հիմա այս կինը լույն է հավատացել, այս կնոջը ինչ է ձերբակալում։ Էն էլ ահաբեկչության մեղադրանքով, ահաբեկչություն։ Այս երկրում մի հատ ահաբեկիչ կա, մի հատ։ Դա Փաշինյան Նիկոլն է։ Ու իր մետաստազները։ Թե չէ այս երկրում ուրիշ ահաբեկիչ չկա։ Իսկ այն փաստը, որ նույնիսկ այս կնոջից են վախենում, հա, դա արդեն շատ բան է ասում սրանց մասին, թե ինչ վիճակում են գտնվում։ Ոնց է։ Իսկ սա այս բանը նարկոտիկ ցրողներն են։ Ուրեմն փաստորեն պարեկները ձերբակալել են թմրանու տեղափոխող էկոպարեկներին։ Փաստորեն մենք էկոպարեկներ ունենք, որոնք նարկոտիկ են տեղափոխում։ Հիմա հարցը չէ առաջանում։ Էկոպարեկներ, ոչ թե պարեկ։ Պարեկներ, այսինքն սա համակարգային բնույթ ունի։ Նարկոտիկ ցրելը, դուք հասկանում եք ինչ է նշանակում, պարեկը պարեկի հետ գործանի, երկու միլիցա։ Թեկուզ էկո։ Հասկանում եք, եթե դա շեֆը չի հրամայել, դա կյանքում իր հետ գործեն, սրանք իրաց չեն վստահում։ Եթե շեֆը չի հրամայել, երկու միլիցա իրար հետ նարկոտիկի գործան է, բացառվում է։ Ինչ են ձերբակալել։ Երևի իրաց կոնտրոլից դուրս է եղել այս մի գիծը։ Որովհետև եթե միտեղ կան բան կա, նարկոտիկի շրջանառություն կա, առանց շրջանառություն կա, առանց իշխանության միջամտության եւ ասենց ասեմ, ռեգուլյորովկայի դա չի իրականանում։ Սա չեն բռնել, որովհետև պայքարում են դրա դեմ։ Սա բռնել են, որովհետև իրենց կոնտրոլից դուրս է եկել, որը նշանակում է, որ կա ու դա համակարգային է։ Ոչնչացեք նրա երիտասարդության
Եթե ցանկանում եք ոչնչացնել ազգը, ոչնչացրեք նրա երիտասարդության մտածելակերպը։ Պետք չեն տանկեր, պետք չեն ռումբեր, պետք է փոխել այն, թե ինչպես են մտածում երեխաները։ Սովորեցրեք նրանց, որ պատմությունը կարևոր չէ, որ անցյալն ամոթ է, ավանդույթները հիմարություն, իսկ նրանց երկիրը սխալմունք։ Սովորեցրեք նրանց ամաչել իրենցից, իրենց արմատներից, իրենց մշակույթից։ Տվեք նրանց դրսից պարտադրված իդեալներ, օտար արժեքներ, օտար հերոսներ, օտար երազանքներ, եւ 20 տարի անց ազգը կանհետանա։ Ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, մենտալ։ Կլինեն մարմիններ, բայց չի լինի ոգի։ Կլինեն մարդիկ, բայց չի լինի ժողովուրդ, որովհետև ժողովուրդը տարածքը չէ։ Այն ընդհանուր հիշողությունն է, ընդհանուր արժեքներն ու ընդհանուր ինքնությունը։ Խլիր դա երիտասարդությունից եւ մեկ սերունդանց ազգն այլևս գոյություն չի ունենա։ Կմնա միայն բնակչություն, որը չգիտի ով է ինքը եւ որին հեշտ է կառավարել։ Ամենաարդյունավետ պատերազմը երեխաների մտքերի համար մղվող պատերազմն է։ Հիշում եք այն զիլիկատվի թող կատուներինցները։ Այն խոսքը որ հայտարարել էր, որ հայ ընտանիքներում կանայք դժբախտ են։ Հիշում եք, այս այդ սերիայից է։ Ընտանիքը քայքայի, չկա այնտեղ առողջ երջանիկ երեխա, չկա առողջ երջանիկ երեխա, չկա պետականություն, պետություն, չկա կապվածություն, չկա հիշողություն, չկա արժեքային համակարգ։ Դա ամենամեծ ընտանիքին ամենամեծ հարվածը, ասենց ասեմ։ Տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը 91-92 թվականներին, երբ որ ճեղքվեցին ընտանիքները, հազարավոր, տասնյակ հազարավոր ընտանիքներ ճեղքվեցին։ Ամուսինները գնացին, զավակները գնացին, Ռուսաստան հացայթայթելու։ Քչեր են կան, շատ քչեր են։ Հիմա երկրորդ փուլն է։ Դե ազգը վերականգնվեց, էլի սկսեց սպառել։ Հաղթանակից հետո էլի սկսեց սպառել։ Հիմա անցել են մյուս, արդեն ավելի բարձր մակարդակի քանդման։ Հայ ընտանիքում կանայք դժբախտ են, ասում է Զիբիլի կատու։ Իր օրինակով բնականաբար անձնական։ Դե կարելի է քեզ հասկանալ, ոնց կարելի է լինել Փաշինյան Նիկոլի կողքը ու լինել երջանիկ։ Բայց այս տրամադրությունը ուզում եմ գցեմ Հայաստանում։ Մենակ դու ես Փաշինյան Նիկոլ, մնացածի բախտը բերել է։ Մնացածի տան տղամարդիկ Փաշինյան Նիկոլ չեն։ Հետևաբար, եթե մի դժբախտ էլ կա, դու ես։ Ու այս ծրագրի մեջ է մտնում ոչ միայն այդ խոսույցը, նաև եկեղեցու նկատմամբ հարձակումը։ Եկեղեցու եւ ժողովրդավարական ազատությունների դեմ Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների մասին հաղորդում է ներկայացնել։ Տեսնենք ովքեր են ներկայացնել։ Մի խումբ իրավապաշտպաններ, հրկաներ եւ հասարակական քաղաքական գործիչներ հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացնել, որում ասվում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանական իրավունքների մի խոսքով կատարած գործողությունների մասին հաղորդում 26 թվականի ընտրությունների ընթരാճ Հայաստանի իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսել են քաղաքական հակառակորդների եւ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին եւ անհատներին լրացնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Մի խոսքով, սենց մեծ դիմում է։ Հիմա տեսնենք ովքեր են ստորագրել. Ժան Ալեքսանյան, Ալման Վեզիրյան, Նատալիա Մարտիրոսյան, Արեն Նահապետյան, Հայկ Նահապետյան, Տիգրան Պասկևիչյան, Արամ Աբրահամյան, Կարեն Քոչարյան, Սաթենիկ Սեյանյան, Սամվել Տոնոյան, մի խոսքով Արտաշես Սիկունով, Նիրա Կարապետյան, Ալեքսա Գրիգորյան, Արամ Թորոսյան, Արմեն Մանվելյան, Լևոն Զուրաբյան։ Իմ անուններ։ Կարող եք այստեղ ավելացնել, თუ մի անունել ավել լինի։ Սա հարձակումն է։ Ընդամենը արձանագրվում, որը այս ամբողջ ծրագրի մի մասն է։ Իսկ դուք հիմա տեսեք ում ձեռքով է դա հարձակումը։ Մտածնենք։ Դոն Չիչոլինոն է։ Չիչոլինոն գիտեք ով է։ Չիչոլինոն հայտնի իտալական մարմնավաճառ է։
եք սա ձերը։ Իտալուհի, հայտնի մանրավաճառ չէ, պորնոաստղ։ Սա էլ հոգևորական դասի Չիչոլինոնը։ Պատտվում է թիկնապահներով գողական, չկայացած ոչ հոգևորական է, ոչ գողական, ինչ-որ հիբրիդ երևույթ։ Հիմա հարց, քանի հոգու համար է սա լուրջ, որ պետք է գնա այս պիղծի քարոզները լսի, խորհուրդները լսի, Աստծու հետ կապ պաշտպանի այս բոմժի միջոցով, բարի լայն իմաստով, քանի հոգի, բայց Փաշինյան Նիկոլի սենյակում դրա մասին չեն խոսում, որովհետև չի կարելի խոսալ, պետք է համաձայնվել Նիկոլի հետ, որ Նիկոլ Փաշինյան, այ Ստյոպիկը արդեն այն կարգի հեղինակությունն է, որ իր մոտ խորհուրդներ, հոգևոր խորհուրդներ լսելու համար հերթը հասնում է մինչև Երևան։ Օհանավանքից ասում է, «Սես նայում ենք, դրոնով նկարել ենք, հերթը մինչև Երևան է հասնում»։ Բնականաբար մոտարապես այս կարգի զեկույցները լսում Փաշինյան Նիկոլը։ Ոչ թե որ դա ճիշտ է, որտեղ ինքը դա է ուզում լսի։ Կողքիններն դե իր նման են, չէ։ Սրանք բոլորն են իր նման։ Այդ բանը պետք է ասել, ինչ որ ուզում է լսի այդ հիմարը։ Միշտը ժողովուրդը իր կյանքով ապրում։ Սրա մեկուսացված գնում են դեպի գրողի ծոցը, սրանց ձեռքը բռնից։ Եվ այս բովանդակության մեջ այլ հոգեպես, մենտալ։ Կլինեն մարմիններ, բայց չի լինի ոգի։ Այստեղ ես մի պահ ուզում եմ կանգ առնել։ Շատ կարևոր բան եմ ասել հիմա։ Խնդրում եմ անպայման տարածել, եթե մինչև հիմա չեք տարածել, եթե ու գրեք ձեր կարծիքը անպայման։ Երեք ես մի վավերագրական ֆիլմ էի նայում, սա մասին երևի քչերը գիտեն, որ մի սերբ ռեժիսոր ֆիլմ է նկարել, որը արգելվել է, հանվել է բոլոր պրակատներից։ Առաջի ցուցադրումից հետո ովքեր նայել են, բոլորը ընկել են դեպրեսիայի մեջ։ Մեկը ինքնասպան է եղել։ Մնացածը խոր դեպրեսիայի մեջ են, վախենում են տնից դուրս գան։ Իրաց ինչ-որ բաներ կա հետապնդող։ Ոսես լսեցի, ասում եմ, լավ, այդ ինչ ֆիլմ է եղել, որ արգել են ցուցադրման համար։ Դեպրեսիաների մեջ են ընկել դերասանները, որ խաղացել են։ Մի խոսքով, ասես մեծ հետևանք է թողել մասնակիցների, դիտողների վրա։ Ես ասում, լավ, այդ ինչ եղած պետք է լինի, որ այդ կարգի հետևանքներ թողնի միջև սուիսիդ, միջև վախ այն աստիճան, ասենք որ հետապնդող մտքերով, հա, որ մարդիկ ընկնեն խորը դեպրեսիաների մեջ։ Պարզվում է ֆիլմը ինչի մասին է եղել։ Ռեժիսորը նկարագրել է, ցույց է տվել քայլ առ քայլ հասարակություն, մի հասարակություն, որը հրաժարվում է մորալի սկզբունքներից, բարոյական սկզբունքներից, որը դառնում է ամորալ, այն ինչ ոստեղ գրած է։ Եվ դրա մասին ֆիլմ է նկարում։ Ու դիտողները ընկնում են դեպրեսիայի մեջ։ Իրանք սկսում են զգալ դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Հիմա արեք մեկ պատկերացնենք։ Պատկերացրեք, եթե բոլորը Նիկոլ են մի պահ շուրջը։ Այսինքն մարդիկ շփվում են իրար հետ, չեն խփում, չեն վնասում իրար, չեն գողանում, չեն սպանում, ոչ թե որ վախենում են օրենքից, այլ չէ, ոչ թե որ բարոյական են, որ չի կարելի, այլ վախենում են օրենքից։ Օրենքից վախեցող Հայաստանում քանի հոգի կա։ Քանի հոգի գիտեք, որ օրենքից վախենում է, դրա համար չի անում միջով մի բան։ Կարող է իր ամբողջ գործունեության մեջ մի բան չի անում օրենքից, որովհետև մտածում կարող է դրա համար պատժել։ Բոլոր գործողությունները մարդկանց հիմնավորված է, թելադրված է իր բարոյական արժանինքների վրա։ Դրա համար մեր համար շատ ժամանակ դժվար է հասկանալ ինչ են անում, ինչպես կարելի է անել այն, ինչ որ սրանք անում են։ Ինչի է դժվար մեր համար հասկանալ, որովհետև մեր բարոյական ստանդարտներն ու մտածելակերպը այլ հարթության վրա է։ Ու մեզ համար հասկանալի չի մարդկայինորեն ոնց է սա հնարավոր։ Դրա համար շատերը երկար ժամանակ փորձում էին իրենց պատկերացումների մեջ ասել, չէ, այդպես չի, խեղճ Նիկոլը ինչ անի, նախկիններն են մեղավոր, ոնց կարող է մարդը գիտակցաբար տանի իր ժողովրդի երեխեքին սպանելու։ Մարդը ոնց կարող է գիտակցաբար 15 երեխու սպանի, բարի հետո ասի բան չի եղել։ Մարդիկ որտեղ իրենց պատկերացումների մեջ են այս ամեն ինչը դատում,
բայց հենց այդ հասարակությունը սկսում է նորմալ համարել, դա պատկերացրեք բոլորը Նիկոլեն։ Այսինքն ինչ է ստացվում, ոչ մեկ իր երեխուն չի կարող թողի դուրս, որովհետև ում ինչ պետք է այդ երեխուն ստանալու է, որովհետև բարոյական արժեքներ չկան, սահմանափակումներ չկան, այսինքն կին, աղջիկ, հայր, մայր, չգիտեմ, սահմանափակում չկա, դե օրենք աշխատում է, որ դուք պատկերացրեք այդ պարագայում օրենքը ինչ ա լինել, բա օրենքի աշխատողները ինչեր են անելու, եթե հիմա ասենք տոննաներով են ոսկին նարկոտիկը ծախում, այն ժամանակ բռերի մեջ կանգնելու են փողոցում, սենց գթալով բաժանեն։ Վստահ եղեք, եթե շրջան մնում է օրենքը ու չկան գրված օրենքներ, այդ կարգի հասարակություն, եթե մարդ սկսում է պատկերացնել, մանավանդ տեսնում է ֆիլմով, այդ մարդը չի կարող դեպրեսիայի մեջ չգնի։ Ու որպես հետևանք, ասում եմ, միջև սուիսիդ են։ Ես այս ամեն ինչի պատմեցի, որովհետև այսօր ինձ մոտիկներից մեկը ինձ խորհուրդ էր տալի, որ այ որ ես շատ եմ բանանում, շեշտադրում անում բարոյականության վրա, մեր ժողովրդի վրա դա չի աշխատել։ Այ պետք է շեշտադրում անել պարտադրության վրա, ուժի վրա, այսինքն դու պարտավոր ես դա անել, որ վախեցնես, կամ չգիտեմ, ոնց հասնես դրան։ Ես դրա համար հիշեցի այս պատմությունը, որովհետև եթե հասարակությունից հանում ես բարոյական նորմերը, այդ հասարակությունը դառնում է անասնական հասարակություն, այսինքն անասնական հասարակությունի մեջ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչն է նորմալ, որտեղ չկան այս սահմանափակումներ, այսինքն միասահմանափակումը կարող է լինի օրենքը, որը չի աշխատում, ու նշանակումը սահմանափակում չկա, բռնաբարություններ, գողություններ, սպանություններ, թալան, ամեն ինչ, որովհետև ոչ մի բարոյական սահմանափակումներ չկա։ Եվ ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ կարող այդքան էֆեկտիվ չի, որ ես շեշտադրում եմ անում բարոյականության վրա, այ ուժի վրա, վախի վրա անելը ավելի հեշտ կառավարելի ձև է, որտեղ գիտեն կառավարելու երկու ձև կա, կամ սիրով, կամ վախով։ Սիրով ինքը ցանկալի է, բայց այդքան էֆեկտիվ չի, վախը ավելի երկարատև էֆեկտիվ է ու չոտքի աշխատում է։ Դրա համար բոլոր բռնատերներն են հենվում ոչ թե սիրո, այլ վախի վրա։ Բայց ոչ իմ պարագայում, նախ որովհետև ես իմ ժողովրդին հարգում եմ, սիրում եմ, եթե մեկին սիրում ես, դու չես կարող նրա վրա վախի մեթոդներով, աշխատել։ Երկրորդը, ես գիտեմ ինչ է նշանակում հետևանքը բա, երբ որ բարոյականությունը գալիս է երկրորդ պլան, ու դու փորձում ես ինչ-որ մի բան հասնել վախով։ Այսինքն վախի հիման վրա երեխեն քեզ սիրի, վախի հիման վրա կինդ քեզ սիրի, քո հետ ապրի։ Կան ընտանիքներ, բայց դրանց վերջը ինչ է։ Եվ ես ամբողջ օրը մտածելով հանդերձ ամեն դեպքում ճիշտ եմ անում, ճիշտ եմ մտածում, թե ոչ, ես ճիշտ եմ մտածում, որովհետև ես նախ սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ հայ մարդուն, ու ես գիտեմ ինչ է նշանակում բարոյականության պակասը։ Ու ես հիշեցի հենց այդ ֆիլմը, որտեղ նկարագրվել է հասարակություն, որտեղ բարոյական նորմեր չկա։ Ով նայել է այդ ֆիլմը, ընկերներ, մի հոգի ինքնասպանել եղել, հենց այդ գիշերը մյուսները գնել են դերասաններից սկսած, խորը դեպրեսիաների մեջ, այսինքն բան է, հոգեկան հիվանդ էին դարձել։ Դրանք արջ։ Լավատես եք։ Բացարձակապես լավատես չեմ ես, աղջիկս, չէ։ Նկատի ունեմ մեր ճակատագրի մասը։ Մեր ճակատագրի մասը, եթե սենց շարունակվի, ես ընդհանրապես մեր ճակատագրին տալիս եմ մաքսիմում, եթե լավագույն դեպքում, որ մերոնք բան անեն, մեր ազգը ընդհանրապես սիրում է կենցաղում, գոնե իր կենցաղը կառուցելու, որոշակի մոտիկ հեռանկար ունենա։ Չեմ ուզում իրանց հեռանկարի վրա բանը ջուր լցնեմ, ուզում ասեմ գոնե մի 15 տարի։ Եթե սենց գնաց, խաղ ձև Հայաստան դառնալու է, անունով կարող ամնա ասենք, որպեսզի ասենք ՄԱԿ-ի աշխարհի պետությունները այդքան բան չանեն, չընդվզեն, ասենք Թուրքիայի, ու վերջը բանը դրանց սանկցիաների տակ չմտցնեն թուրք-ադրբեջանական պետություններին, մի 15 տարի կարող անունը պահպանվի որպես հայկականություն, բայց մեր տարածքում մնալու են ոչ հայրենասեր հայերը, որոնց ծառայել են թուրք-ադրբեջանական բանի բիզնեսին ու նրանց բորսերին ու նրանց բանակային իշխաններին։ Այո, բայց ես մի բան եմ ուզում այստեղ ավելացնել, քանի որ ես նաև կարծում եմ հուսահատական
գրառումներ ոչ թե YouTube-յան էջում ընդհանրապես շիս առաջ գալիս է որ դե մարդիկ գրում են որ հասարակությունը անտարբեր է այս կողմին հասարակությունը երբեմն ցույց չի տալի այն ինչ որ ինքը կուտակում է իր մեջ անտարբերությունը չեն հատուկ ցույց տալի իսկ հատուկ անհանգստություն ցույց տալն ամեն մարդու բան չի դա ամեն դեպքում խիզախություն է պահանջում անտարբերություն դա դեռ չի նշանակում չֆիքսել եղածը մեզ թվում է մեզ երեխեքը չեն լսում վերաբերմունք չունեն անտարբեր են բայց իրանք ամեն ինչ ֆիքսում ամեն ինչ լսում են ու զուգահեռ ապրում են իրենց կյանքով այ հենց պահը գալիս է իրանք մեզանից լավ գիտեն իրենց ամեն որովհետև իրանք իրանց տեսակետով իրանց ֆիլտրն արել են արդեն դրել են իրենց ֆիլտրները իրանք չեն գոռում բան չեն անում ստե էմոցիա չկա բայց այդ ամեն ինչը ասենց հավաքվում է անդե ու այն ինչի մասին որ ընկերս զգուշացնում է որ դա կարող է լինի դա վտանգը կա վտանգը ոչ միտեղ չի գնացել բայց ամենավատ բանը որ մեզ կարող է լինի մեր կարող է սրան հավատալն է որ դա կարող է լինի ոչ դա հուսահատությունն է որ մոտեցնում է դա այլ որ մենք հասկանում ենք ինչոց է մենք ոչ միայն չենք հուսահատվում այլև սկսում ենք ավելի հանգիստ գործել իսկ թշնամուն վստահ եղեք մեր թշնամի Փաշինյան ճիվաղը եթե հանգիստ լիներ այդ կնոջը 5 ամիս բանտարկված չէր պահի 15 հոգևորական բանտարկված չէր պահի այսքան քաղ բանտարկել մեջ չենք ունենա դա վկայում է մի բան դա փաստ է դա իմ եզրակացությունը չի դա վերլուծությունն է փաստերի վրա իման վրա սա ամեն մի շարժվող ամեն մի խոսող բանից վախենում ու ճիշտ անում որ վախենում է որովհետև ինքը հասկանում է չէ որ իր հույսը ասենք այս ճիվաղներն են արեգն է Քոչինյան արեգը որը ոգևորված հայերին պատմում է որ իրան ասել են հա բրատ ասել է հա բրատ մի մարդ որ ընդամենը 2-3 տարի առաջ իր երեխեքին իրանց կանանց ծնողներին էր մորթում ու նկարում ու հերոսացնում այդ ամեն ինչը ու այս անասունին ասել են հա բրատ ինքը զգացել է ինչպես իր տանը իհարկե կլինեն մի ասենք չգիտեմ դες մի ինչ որ մի քանի հոգի չէ մի քանի հատ ինչ որ մի բան որ դա դրա համար բան կլինի հալա ճիշտ է մենք բրատ ենք թուրքերը մենք բրատ ենք բայց մեր ժողովուրդը իր մեծամասնությամբ հոտ չի ու շատ լավ հասկանում է որ քեզ ընդամենը երջանիկ ապուշ երջանիկ լինելու համար քեզ պետք է ասեին հա բրատ դեռ Նիկոլես էլի դու փաստորեն քեզ հա բրատ ասելով փաստորեն կարելի է տանել բանը կարապնալան այն տեսել եք եզերին որ գցում են պալանը բզից չի դիմացում քայլելով գնում է դա որովհետև ընթացքում գլուխը շոյում է մի քիչ խոտ են տալի ուտելու այս դրիվ է դա ու ես վստահեցնում եմ մեր ժողովուրդը ամեն ինչ այս անալոգիաները գիտեք ինչի պատմական փորձ ունի տեսել է ու հիմա տեսնում է այս ամեն ինչը մենք հիմա ապրում ենք մի փուլում որ մենք 100 տարվա 200 տարվա 3 տարվա 4 տարվա 5 տարվա 10 տարվա դեպքերը կարողանում ենք սխտացնել այսինքն դնել իր կողքի ու ցույց տալ հիմա քանի հոգի կտեսնի սա կմտածի հիմա էլի մեր գործից է կապված քանի հոգու մենք կարող ենք սա դարձնել հասանել այս հաղորդումները Քաղաքացիներ, շնորհավորում եմ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը։ Դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում, ու իր համար դուք ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարում են $11,000։ Հասկացաք։ Բայց ասում եմ իրան ուղղել, սա դաշնակահար չի։ Սա Լեոնի Սազանդարն է, դրանք տարբեր բաներ են։ Կարող է ինքը դաշնամուրի վրա ծնգացնել գիտի, բայց սա դաշնակահար չի։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի Սազանդարն է, որի մենք օրական վճարում ենք $11,000, բա որ ինքը իրականացնի Փաշինյան Նիկոլի բոլոր որոշումները, ստորագրություն դնի դրա տակ, Լևոնի թույլտվությամբ։ Ժորժյան, սրանց մեջ ծեյ ոչ մի գրամի տարբերություն չկա։ Ամեն մեկը, տեսեք, ուժայինները կիսվել է սաղ։ Ուժայինները Սերժիկինն է, ֆինանսները Ռոբիկինն է, դա համար էլ բոլոր տենդերները գնում է Ռոբի մոտ,
Նախագահ Լևոնինն է։ Վերջ։ Բոլորը երջանիկ են, բոլորը բավարարված, սենց էլ ապրում ենք։ Մենք գնանք առաջ։ Այդ մարդը գնա նկարվի հուղարկավորություններին եւ շնորհավորական բացիկներ գրի։ Իսկ այ վարչապետի աշխատակազմի համար թե որ ինչ անի էս դրաներ հեսականադառնանք, դուք ամեն օր վճարում եք $166,000։ Հասկացաք։ Իսկ վարչապետի աշխատակազմի համար վարչապետի աշխատակազմ, այս չի վաղի աշխատակազմի համար մենք ամեն օր վճարում ենք $166,000։ Սա մի երկիր է, որը 8 միլիարդ պարտք է հավաքել։ Այս վերջացնենք, հետո ասելիքս կասեմ։ Ու էս, գիտեք, ինչ համատեքստում է հետաքրքիր պատկեր ստանում։ Այն համատեքստում, որ 2018-ին համատեղ նախագահի ու այս երկու ինստիտուտների համատեղ բյուջեն շուտ 8 միլիարդի կարգի էր։ Այսինքն 4 անգամ ավելացրել է այն ուժը, որը առնվազն 2 նախարարություն է փակել, աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող ազգի սփյուռքի նախարարությունն է փակել եւ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտն է փակել օպտիմալացման նպատակով։ Նենց են օպտիմալացրել մարդիկ, որ ծախսերը 8 անգամ աճել են։ Հասկացաք։ Այստեղից հետևություն։ Եթե մարդը երկարատև այսը լսենք, օտարպես մանից է, նույն սցենարից է, չի կարող սահմանին կանգնած զինվոր ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկը, բնականաբար։ Սա նույն սցենարից է։ Տեսեք, ինչ է նշանակում բյուջեի ծախսը։ Բյուջեի ծախսը ցույց է տալի պետության նպատակները։ Հիմա եթե զինվոր ավելի քիչ է ծախսում, նշանակում է պետության պաշտպանությունը առաջնային չի։ Եթե պարեկն է շատ ստանում, նշանակում է իշխանության պաշտպանությունն առաջնային։ 1. Եթե վերցնում ես դու ուրճացնում ես ծախսերը ու փակում ես երկու կարևոր նախարարություն, գյուղատնտեսություն, նշանակում է քեզ գյուղատնտեսական արտադրական պետք չի, զարգացում պետք չի, նշանակում է քո երկիրը պետք է աղքատանա ու դատարկվի։ Հա, եթե դու փախում ես սփյուռքի նախարարություն, նշանակում է սփյուռքի միջամտությունով քո երկրի մեջ դու ուզում ես հասցնես մինիմումի։ Տեսեք փողը ոնց է ծախսվում ու հասկացեք ինչա այս մարդու առաջնայինությունները։ Թաղել գյուղատնտեսությունը, կտրել սփյուռքի հետ կապերը։ Քանդել բանակը, որ մարդուն ուղղակի տնտեսապես հետաքրքիր չլինի ծառայելը, բայց հետաքրքիր լինի ֆինանսների համար, պահել հրեշին։ Ոչ թե պետությունը, հրեշին։ Հիմա գնում ենք առաջ։ Եթե մեկ ուզում է պետությունը զարգանա, ու ինքը որպես վարչապետ դրա մասին մտածում է, մինիմացնում է ծախսերը, ավելացնում է եկամուտները։ Սա ցանկացած տնտեսություն, ցանկացած բիզնեսմենի գնացեք հարցրեք, ասեք, ինչ ես դու անում, որ քո բիզնեսը ծաղկի, ինքը ամեն օր մտածում է ոնց պակասացնի ծախսերը եւ ոնց մեծացնի արդյունավետությունը, որ ավելի շատ եկամուտ ստանա, քիչ ծախսերով։ Ցանկացած բիզնեսի ամենապրիմիտիվ ֆորմը սա է։ Ամենապրիմիտիվ։ Այս մարագայում հակառակն ենք տեսնում։ Եկամուտը դա պարտքն է, թքած դրա վրա, ծախսերն է մեզ պետք 8 անգամ շատացնել ինչի վրա, իրենց թալանի վրա, իրենց ապրելակերպի վրա։ Զուգահեռ թալանում են եւ բյուջեն եւ ընդերքը եւ վարկեր են վերցնում մեր երկրի հաշվի։ Այսինքն որ ինչ է նշանակում։ Ամփոփում ենք, սփյուռքի կապերը կտրում ենք, գյուղատնտեսություն երկրի տանում ենք սովածության, պաշտպանությունը երկրի զորացնում ենք, իշխանության պաշտպանությունը մեծացնում ենք, պարտքերը շատացնում ենք, հարկերը բարձրացնում ենք, որ ապրելը դա կլինի բիզնես, դա կլինի գյուղատնտեսություն անհնարին լինի ուղղակի։ Հա, այդ ընթացքում մենք հարստանում ենք։ Եթե մեկը երկարատև ծրագիր ունի այդ երկրի հետ, ինքը կաների լրիվ հակառակը։ Սա նշանակում է մի բան, սրա ծրագիրը ոչ թե հեռանկարային է, այլ այսօրվա քանդել, վերցնել ու սպանել զուգահեռ երկիրը։ Որտեղ չկա գյուղատնտեսություն, չկա ապրող, չկա բիզնես, չկա երկիր։ Բնականաբար։ Չկա երկիր։ Ու սա այս հաջողությամբ, այս մեթոդաբանությամբ
իրականացնում է այն ինչ իրականացնում է։ Մնացած բոլորը, տեսեք, անխտիժ բոլորը։ Ես քաղաքագետ չեմ, բայց ես կարող եմ երթվել ու գարանտիա տալ։ Ցանկացած հանճարեղ քաղաքագետին, որ դիպլոմը ձեռը ինչ որ հիմարություններ կխոսա, որ այս կառավարությունը ինչ որ մի բանի մասին է մտածում, պետության, բանակի, չգիտեմ ինչեր, ինքը կամ կատարյալ անասուն է, տեսեք, ուրիշ բառ չի ասում իրան, կամ վարձկան, կամ երկուսը միտեղ։ Դա վարձկան լինելու համար իհարկե անասուն է պետք լինել, էլի, որովհետև դու երկիրը սպանելու հաշվին լծվես փողի դիմաց այդ գործին, Սաքունցի, Արշակ բանի նման են, Արշակյանի, Ազատ Արշակյանի, Խոշուձյան, մի խոսքով դու Արամ Սարգսյան, այսինքն բա ինչ եք դուք։ Դե դուք ինձ ապացուցեք, որ դուք դա չեք։ Դե ինձ ապացուցեք, որ սրա այս բաները, ծախսայինները ես դրեցի, չէ՞։ Սա հոր բան չի, սա իմ եզրակացությունը չի, սա ծախսերն է, ընդ որում ասում է 8 միլիարդի ես զենք եմ առել վարձկը վերցնելու, որ դա փաստաթղթերով բանակի բանը այս ամբողջ ընթացքում եկել է 1.6 միլիարդ 6 միլիարդ 6.4 կամ միլիարդ գնացել է ուրիշ տեղ, գիտեք այդ որտեղ է գնացել, սա թազա թալանի ձև ենք թե չզեկուցվող ծախսերի մեջ 7.6 միլիարդ 8-ից 1.6 հա 6.6 միլիարդ սրանք չզեկուցվող մենակ վարկերի գծով չեմ ասում բյուջեն չզեկուցվող ծախսերի մեջ են ծախսել ես թափանցիկություն բայց ամենաբարձր լկտիությամբ հայտարարում են որ դա մեջը գնացել է զենքերի չեք ուզում չեք հավատում գնացեք նայեք այսօր են ոչնչությունը իոնիսյանն են ոչնչությունը որ մարդը չէ են ասկադիդը մեկի պոստի տակ գրել էր ես եմ անձամբ տեսել այդ զենքերը դա է ոչնչությունը ով ես դու որ դու 10 միլիարդի զենք գնաց տեսնես ով ես դու այ խոտակեր կամ քեզ որ խոտակերն է տարել ցույց տվել այդ զենքերը ով ես դու դու ինչ իրավունք ունեիր ինչ-որ մի բան տեսնել դու ինչ իրավունք ունես նույնիսկ դրա մասին գրես որ դու տեսել ես նշանակում է թուրքերն են տեսել էլի դու ինչ տեսել ես քեզ տանողը պետք է դատվի հասկացա նույնս կրկնում եմ ցանկացած մեկը անկախ իր կրթական աստիճանից չգիտեմ այնտեղ հա ծիտումներից եթե խոսա որ սա պետությունն է եւ այս կառավարությունը աշխատում է պետության համար ասեցի արդեն հույսում է բավականին հիմնավոր թե կասկածի առիթը տեղ նույնիսկ չեն թողել ես սա եմ ուզում հատի այդ նայենք Համալսարանի աշխատակազմը մի քանի անգամ բաց նամակներ է տարածել լրատվամիջոցների միջոցով, ուշադրություն հրավիրելով բուհի ներսում կատարվող նրանց որակմամբ խայտառակությանը։ Հերթական նամակում աշխատակիցները նշում են, որ համալսարանը վերջին տարիներին վերածվել է ոչ թե գիտելիքի, այլ գործազրկություն եւ նվաստացում արտադրող կառույցի, որտեղ իշխանությունը բռնազավթված գյուրջինյանական կլանը վարել է իսկական բռնապետական քաղաքականություն։ 100-ից ավելի աշխատակիցներ բազմամյա փորձով, հեղինակությամբ ու նվիրումով ապօրինաբար հեռացվել են աշխատանքից։ Այդ մաքրման հիմնական գործիքը եղել է պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը, Գյուրջինյանի ամենահավատարիմ վիշիբալան։ Նա իր աշխատասենյակում հերթով կանչում էր մարդկանց, սկզբում համոզելով, հետո բացահայտ սպառնալով, խաբեությամբ ու շանտաժ անելով։ Նրա մեթոդները պարզ էին՝ կամ կհեռանաս քո կամքով, քո դիմումի համաձայն, կամ կհեռացնենք այնպես, որ Հայաստանում այլևս աշխատանք չգտնես։ Նրանք, ովքեր դեռ չեն ենթարկվում այդ սադրանքներին, ենթարկվում են աշխատանքային հետապնդման իրենց վերադասների կողմից։ Նամակում բյուրսովականները մտահոգություն են հայտնում կրթական համակարգի տապալման վերաբերյալ։ Ընդգծում են, բուհը կրթելու, արժեքներ սերմանելու գործառույթը փոխել, վերածվել է անձնական վրեժխնդրության եւ քմահաճություններ իրականացնողի։ Համալսարանի աշխատակազմը մի քանի Ես ես նյութին չէի անդրադառնա, եթե նախ Գյուրջինյանի անունը չհնչեր ստեղ, երկրորդ էլ մի քանի օր առաջ էր տեսա, որ մանրամասն ծանոթ չեմ խնդրի, բայց տեսա, որ Գյուրջինյանը պոստ հրապարակել, որտեղ գրել է տեսեք, սա նրանց համար վատանուն բառ էր գրել, սա նրանց համար վատ բառով, ովքեր պնդում են, որ Բրյուսովի համալսարանում վիճակը լավ չի, ինչ էր գրել մի կվինցետ էր կանգնած, միջանցքում երգում էին։
Ինչու որ արտասահմանից է, կարծեմ Ավստրիայից էր, ինչ էր։ Սենց ուղղակի տեսա չմտածեցի ոչ մի բան, բայց գցեցի արխիվ։ Ես այտենց եմ, որ մի բան չեմ հասկանում, գցում եմ արխիվ, հետո ոնց ուզում ալի մի տեղից գալիս ես կանգնում է, puzzle-ը հավաքվում է, էլի։ Փաստորեն, պարոն Գյուրջինյան, դուք ես ամեն ինչը հերքելու համար, որ նման բան չկա, բերում եք ինչ-որ մի հատ կվինցետ, որ ձեր բանը միջանցքում երկում է, ու դա վկայությունն է այն մասին, որ այս ամեն ինչը ճիշտ չի։ Ճիշտ եմ հասկանում։ Ու դուք լուրջ մտածում եք, որ դա կարող է մեր նման մարդկանց բանանի համոզի, որ այն ինչ որ ասում է, սա սուտ է, որովհետև 5 հոգի երկում էին միջանցքում։ Մի տեսակ համոզիչ չի։ Իսկ եթե հաշվի առնենք քաղաքական կոնյունկտուրան, առավել ևս համոզիչ չի։ Ով է ձեզ բերել այդտեղ, ով է ձեզ երաշխավորել այդտեղ։ Իսկս հասկացաք։ Այս քաղաքը շատ փոքր է։ Շատ։ Ուտես մարդ չկա, ասենք, որ մի քիչ են ներևացող լինի, որ մենք չիմանանք, ով որտեղից է գալի եւ ում է բանը, ում միջնորդությամբ։ Եթե դուք որոշել եք ձեր կյանքի մայրամուտում աշխատել Փաշինյան Նիկոլի համար, դրանց ձեռքով քանդել մեր պետականությունն ու կրթությունը, սա երևի ամենաճիշտ որոշումը չի։ Ու հղիա լինելու հետևանքներով։ Ես իմ աչքերը բաց կպահեմ այս խնդրի համար, ես հիմա ուղղակի ամենակ քաղաքավարության կանոնների մեջ այս մասին խոսեցի առանց փակագծեր բացելու։ Հաջորդի այդպես չի լինի։ Ես հրեշին երևի ճանաչում եք, ում համար աշխատում է Գյուրջինյանը։ Նոյեմբերի 27-ին ժամը 15-ին եւ նոյեմբերի 28-ին ժամը 11:30-ին Գարեգին Նժդեկ 23 հասցեով մարդկանց հրավիրում են։ Ինչի մասին է խոսքը։ Ես Սեմոն Բաբայանս, ասոր իմ երեխաների, ձեր երեխաների անունից պայքարում եմ կրթական համակարգում առկա թերաթուրված եւ թերի դասագրքերի դեմ։ Դատա իրավական գործընթացը սկսված է եւ մենք իրավունք ունենք պահանջելու որակ պատասխանատվություն եւ հաշվետվողականություն նրանցից, ովքեր որոշում են ինչ ուսումնառական պարունակություն պետք է ստանան մեր երեխաները։ Եթե ձեզ համար անտարբեր չէ, թե ինչ դասագրքերով են սովորում ձեր երեխաները, ցանկանում եք ունենալ պատասխաններ եւ բարձրաբանումներ, հրավիրում եմ մասնակցելու դատական նիստերի, որոնք անցկացվում են իմ հայցադիմումի հիման վրա ԿԳՍՄ նախարարության որպես դրանց պատասխանատուի դեմ։ Ձեր ներկայությունը ոչ միայն աջակցություն է, այլ հստակ ազդակ, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երեխաների կրթական իրավունքը, միասին կարող ենք պահանջել արդարություն եւ բարձր որակ կրթության մեջ։ Եվ այսպես դատանիստերը տեղի ունենալու նոյեմբերի 27-ին ժամը 15:00, նոյեմբերի 28 ժամը 11:30։ Ես կոչ եմ անում, ես խնդրում եմ, դասատու կլինի, ծնող կլինի, լրագրող կլինի, գնացեք եւ այս հրեշների արշավը կասեցնել է պետք։ Պետք է գնան զեկուցեն դրանց սենյակում, որ այ հրեշներ, դուք ստե մի բան եք պատկերացնում ձեզանից, որ դուք այնքան ուժ ունեք, որ կարող եք այս բաոբաբը ձեր եղունգով արմատախիլ անել, բայց դուք չեք կարողանալու, որովհետև այդ բաոբաբը դիմացը։ Ու դա պետք է ապացուցվի հենց այդ օրը նոյեմբերի 27-ին ժամը 15:00։ Խնդրեմ, գնացեք օգնեք Սիմեոն Բաբայանին։ Ու այս բանում ես վերջում եմ ուզում ցույց տալ, բայց հիմա չի։ Նախշը, որ ասում էի, այդպիսի մի կարասել են գտել, վրան այս նույն նախշն է եղել եւ նույնպես պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Ուրեմն արդեն իսկ հասանք իրենց տնային հատվածին։ Ուրեմն սա այդ տների հատվածն է, այդ քաղաքն է, էլի։ Սա համարվում է սովետական շրջանի վերակազմություն, քարերը հին են, ծածկը բնականաբար շնորհ խորհրդային շրջանում է արվել։
Այս ոչ մի հնություն իրանի չներկայացնում, զուտ ուղակի պատրաստել են հյուրասենյակի մոդելը, որ պատկերացում ունենան, թե մոտավոր ինչ տեսքա ունեցել ու ինչ բարձրություն է ունեցել հյուրասենյակը։ Նույնիսկ օջախի նմուշն է պատրաստ, բայց դեռ տեղադրված չի։ Մի խոսքով Ժորժ ջան, հեսա մեր հետևորդներից մեկն ուղղակի Կարեն Արաբատյան, սա Շենգավիթի երեք այսօր խոսում ենք, որ մեր համար հնությունը, դա մեր ապրելակերպն է, մեր կողքն է, մենք դրա վրա ենք ապրում, սա Շենգավիթի տարածքն է, որը 6000 տարեկան է։ Սա ներքին Շենգավիթում է։ Ես երեք խոսացի 6-րդ հիվանդանոցի բլուրի մասին, Կարմիր բլուրի մասին, Զանգվի ձորի մասին, հա, այսօր ամեն ինչ ես ուղղակի հիշողությունս ջնջվել է տեղ-տեղ, ինչ հիշում են ասում, այսօր այնքան մանրամասն եմ ստացել, Երևանյան լիճը ինչի վրա է կառուցվել, այնտեղ միջև Երևանյան լիճը դա զանգուն է, չէ՞, տակով անցնում միջև կբարձրացնեին այս շլյուզներով, հա, ինչ բնակավայրներ եղել, այդ ամեն ինչ եղել, այսինքն մենք ժողովուրդս այնքան հին ենք, մենք հնության կողքն ենք ապրում, հնության վրա, ում սա մեր Շնգավիթ բնակավայրն է, որը 6000 տարեկան է, ու ինչ որ մի վիժվածք մեզ ասում է մենք անձնագիր չունենք, մենք կադաստրի վկայական չունենք, մենք կրթություն չունենք, մենք անցյալ չունենք, ապագա չունենք եւ այլն չունենք։ Մարդիկ որ ոչ մի բան չունեն, մեզ ապացուցում են, որ մենք էլ չունենք։ Այդ մարդիկ ունեն մի նպատակ մենակ՝ ծառայել իրենց տերերին, մեր թշնամիներին, մեզ ոչնչացնելու համար։ Իրականացնեն այն ինչ որ իրենց պետք է ջնջել հիշողությունից, արժեքային համակարգից, մեր արմատներից, որ մենք դառնանք ուղղակի բնակիչ, որի համար մեկ կլինի Ալիևն է իր խանը, թե Էրդողանն է իր խանը, թե Նիկոլ խանն է։ Բնակիչների համար մեծ տարբերություն չկա, ազգի համար հսկայական տարբերություն կա։ Հիմա արագ մի քանի միջազգային նորությունների մասին խոսենք ու վերադառնանք էլի Հայաստան։ Սա ադրբեջանցիներ են դիմավորում, չակերտներով եմ ասում էլի, դիմավորում Աֆրիկական մի երկրներից մեկում, որտեղ իմանում են, որ ադրբեջանցի է, ասում են ռադեր էստեղից։ Azerbaijan. Sorry? You are Azerbaijan. Good people or bad people? No, we know. Now you are supporting Israel. Ասма որտեղից ես ասում Ադրբեջանից։ Ասում է։ Մենք գիտենք, դուք աջակցում եք Իսրայելին։ Դե մաքրվեք մեր երկրից։ Սա պատկերացնում եք, բան է, աֆրիկյան երկիր է։ Ես կոնկրետ չեմ կարող հասկանալ որտեղից է։ Նա համոզում է, որ մենք էլ ենք մահմեդական, ասում է, չէ, դուք լավ մահմեդական չեք, դուք սիոնիստներին եք աջակցում, որոնք սպանում են մահմեդականներին։ Դե ռադեր եք այս երկրից։ Что сделает или что не сделает Трамп для того, чтобы мир увидел: Трамп хозяин, Путин никто. Կան չէ մարդիկ, ասենք որ մի բան որոշել են, ասենք մի բան մարդես էլի կարած դու այսօր կարծիք ունենաս, բայց վերջ, եթե մի բան այս կարծիքը ինքը որոշել է, կամ իրեն ասել են որ տենց է, վերջ։ Ու միջև հիմա պնդում են, ասում են ինչ պետք է անի Թրամփը, որ վերջապես բոլորը հասկանան, որ Պուտինը ոչ մեկն է, Թրամփը տեր է, Թրամփն է տեր։ Սա ասում է իրան լրագրող համարող Գարդոնը։ Ուսես Գարդոններ հայ իրականության մեջ էլ կան, պետք է ասեմ։ Մի Գարդոններ դրանք են։ Լսեք։ Ничего не сделает. Трамп никакой не хозяин. Вы уже все поняли. Իսկ պատասխանողը Ժիրնովն է Սերգեյ։ Ժամանակին KGB աշխատող է։ Ինքը շատ հստակ շվեդցի կարգի վերլուծաբան չի, բայց պատկերացնում եմ ինքը չոտքի օպերատիվնիկ է։ Շվեդը ուղղակի ավելի տեղյակ ինքը մամուլի հետ է աշխատել, դրա համար է ինքը տես տիրապետում։ Սա էլ հստակ իր մասնագիտության տիրապետումը։ Սա չէ, ոչ ինքը տեղ չի, ո՞նց է ինքը տեղ, այդ տղա։ Поняли, мы все поняли уже, что куратор из КГБ Путин, а Трамп агент Краснов. Ահա, վերջ։ Զարմացել է, ասում է, ոնց
Ասում կուրատորը Պուտինն է, ագետն է, մաննա, Թրամփն է։ Ասում вы уверены, ասում Вы в этом уверены, это действительно так? Вы знаете, я говорил то же самое, но мне никто не верил. Вот я вам скажу фразу, которую я говорил. Если что-то похоже на курицу или там на утку, ходит как утка, крякает как утка, то это утка. Վերջ։ Ասում ես իմ ասեմ ձեզ, ինչու ես նախորդ եմ ասեմ, վաղուց եմ ասել, նույն բառերով, եթե մեկը ասում է քայլում է ոնց որ բադը, ձենը հանում ոնց որ բադը, հա, տեսքով ինքը բադա, ուրեմն ինքը բադա։ Վերջ։ Գարդոնին դա դուրս չի գալիս։ Որովհետև իրանց պետք է որ իրանց ներկայացնեն, որ հեսա Թրամփը գալու է ու իրանց փրկի այս ամեն ինչից։ Թրամփը որ ոչ մի խոսք իր այդ ամբողջ 8 ամսվա մեջ ճիշտ չի եղել։ Նախորդ օրվա ասացի հետ չի համապատասխանել։ Իր աշխատած ամբողջը բացառապես նվիրված է Իսրայելին, գարդոններին է նույնպես, բայց իրանց թվում էր, որ իրանք այդտեղ պետք է շահած դուրս գան։ Իրանք ցնծում էին, որ ռմբակոծում էին Իրանը, հա, ցնծում էին, որ Ադրբեջանը շահած է դուրս եկել, Ադրբեջանը ինչ որ նոր հաջողություններ ունի եւ այլն, ճակերտավոր եմ ասում, հա։ Հիմա Թրամփը, չէ, աշխարհի տեղած, չէ։ Չէ, տղա ջան, չէ։ Հիմա գնանք ավելի մանրամասն։ Կանադան որոշում է հանել, որ ձերբակալելու է Նետանյահուին, եթե հանկարծ ինքը մտնի Կանադա։ Բարի գալուս Կանադա, Նետանյահու։ Իսկ սա ընդհանրապես խայտարակությունը Երուսաղեմում այդ իրանք մի հատ Բենգվիր ունեն Նետանյահուի բանա ֆաշիստ ներքին գործերի նախարարն է հրամայել է փակել Երուսաղեմի թատրոնները եւ ձերբակալել այնտեղ ովքեր կան ներսը ընդհատել են երեխա մեծ արաբներին Երուսաղեմում պատկերացնում եք սա Գազան չի բան չի Երուսաղեմում ինքը տենց ասում Սա ամերիկացի զինվորականը նեղված է, որտեղ լսենք մենք office in when I went to Senator John Fetterman's office in my military uniform and he walked out and waved an Israeli flag in my face and then slammed the door in my face. Պատկերացնում եք ինքը զինվորական ասում է ես իմ զինվորական բանով համազգեստով գնում եմ սենատորի մոտ սա դուրը բացում է Իսրայելի դրոշով եւ դուրը շախտում է իվրա երբ որ հասկանում է որ սոր եկել են Իսրայելին մեղադրանք ներկայացնելու հարցով հարցը ասում է իմ երկրում իմ սենատորի սենյակում ոնց կարող է Իսրայելի դրոշը լինի եւ իմ պահանջների համար դուրը շրխկացնեն ինքը այս ամեն ինչը մեծ բանա փափա հավաքում օրեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նենց որ այսօր Կանադան է հայտարարել, որ ձերբակալելու է, բայց մտածում եմ, որ հեռու չէին օրը, երբ որ Ամերիկայում էլ են դա հայտարարելու։ Այդ օրը կլինի մեր բոլորի փրկությունը։ Կարծում եմ։ Listen, every president
Պատում ասում եմ, որ ես նոր եմ ընդունել CIA, ՑՌՄ ռուսերեն ասած, ասում բոլոր նախագահների ժամանակ Իսրայելի բոլոր պրեմիեր մինիստրներն եկել են հերթով պահանջել են բոլոր նախագահներից, որ պետք է ռմբակոծել Իրանը, պետք է ռմբակոծել Իրանը, պետք է ռմբակոծել Իրանը, այսինքն բոլոր երկրների հարցերը լուծել էին իրանք արդեն Սիրիա, Իրաք, Լիբիա եւ այլն։ Լիբանան, բոլոր հարցերը արդեն ջնջխել, ջախջախել էին ամբողջ արաբական աշխարհը, մնացել էր Իրանը։ Ու հերթով բոլորն եկել են։ Ու ասում եմ, ենթադրում եմ, որ Թրամփը ռմբակոծեց Իրանը, որովհետեւ երևի շանտաժ էին իրան արել, որ եթե չռմբակոծես, մենք կօգտագործենք միջուկային զենք, բայց ես վստահ եմ, որ դա չի։ Ռմբակոծեց Իրանին Թրամփը, որովհետև Իրան բերել էին հենց դրա համար ու այնքան կամպրոմատ որ Իրան դեմ ունեն, միջուկային զենք օգտագործելու ընդհանրապես կարիք չկար։ Դե հрьяաները լկտիացել են միջև վերջ ու դա շատ լավ է, ոնց որ Փաշինյան Նիկոլը։ Ու այսօր արդեն Լեհաստանին են մեղադրում մի բանի մեջ, ասենք որ 39 թվականին լեհերի են իրենց մոտ ձերբակալել։ Հրյաների ու բանի Լեհաստանի պրեմիեր մինիստրը ուղղակի պատասխանել է, որ դուք երևի պատմությունից լավ չեք, որովհետև այն ժամանակ երբ որ ինչի մեջ դուք մեզ մեղադրում եք, այդ ժամանակ Լեհաստանը օկուպացված էր եւ այդ ժամանակ աշխատում էր օկուպացիոն ռեժիմը եւ դուք չեք կարող մեզ մեղադրել հրյաներին ձերբակալելու լարաբելևս սպանելու մեջ։ Սրանք հարցակվում են ու վրա որ հնարավոր է։ Ես չեմ կարողանում հասկանալ, սրանք ինչի են այդքան ցայտնոտի մեջ։ Բոլորին փորձում են բանը լրացնել, խեղդել անտիսեմիտիզմի մեջ մեղադրելով, բայց սա հակառակ էֆեկտ է տալիս։ Ու առանձնապես մեծ ընտրություններ չունեն, որովհետև աշխարհը իրոք մեծ արագությամբ թափվում է իրանց դեմ, դուրս է գալիս իրանց դեմ։ Այս բանը Ուկրաինայի էլի մասին է խոսում, ինչի դեմ ես չեմ ուզում հիմա ոչ մի բան ասեմ, 27-ին վերջի ժամկետն է, տեսնենք, որտեղ ասում փոխվել է նախապայմանները, չի փոխել նախապայմանները, Պուտինը ընդունել է, չի ընդունել, վերջնականն է կլինի նոր խոսենք։ Մի խոսքով Նետանյահուն էլ գովացել է Թրամփի դերանց, որ ինքը կոչել է բանին մահմեդական բոլոր ընկերություններին, կազմակերպություններին տերորիստ օրգանիզացիաներ։ Իրենց ագենտ։ Ու դրա համար գովացել է Թրամփին։ Թրամփին էլ ինչա պետք, որ իրան գովան, մանավանդ իր տերերը։ Text messages actually disproving Donald Trump. It's not, she is not spam calling him at least. And she did send him text messages yesterday talking about the Epstein files, which is what really seemed to send him over the edge. Now, she's still in this attacking Democrat. She's saying that Bill Clinton is on the files and Hillary Clinton's on the files too and all this stuff. But she's saying, you know, check the flight logs of Epstein's plane. For many of us, releasing the files has always been for the women who were victims of Epstein, but also because we believe that Democrat bad guys like the Clintons were entangled and involved with him. Մի խոսքով մանրամասն երևի այդքան էական չի, էլի text message-ներ են տարբեր տերերից դուրս գալի, որտեղ իրանց այդ մանկապերսների հետ կապերի եւ Բիլ Քլինտոն էլ մնացած մասնակիցների անուններն են դուրս գալի, ոչ մի ձևով ինքը չի կարողանում խոսապելու տեղ չունի, ասենց ասեմ։ Ավելի շատ ապացույց կա իր վրա, քան ընդհանրապես իրան պետք էր։ Սա լսենք մի հատ։ Վաշինգտոնից Երևան հասած միջոցառումը, ասում է մասնակիցներից մեկը, պատմում է, որ միջոցառմանը կրոնական տարբեր ուղղությունների դավանող մարդիկ են մասնակցում, շփվում միմյանց հետ, բարեկամանում։ Նիկոլը չի հասնի այն պահին, որ այդ անկլավները կարողանա զիջի, որովհետև իր օրերը հաշված են, ամիսներ չէ, օրերը։ Այսօրվա ընտրությունները ցույց կտա, հետո երեկվա իր այդ ճաշկերույթեր, քաղցկերույթեր, ինչը հավաքել չեմ իմանում, ես այդքան չեմ հետևում։ Իրանը նենց քացի տվին, որ ինքը դժվար է ուշքի գալ։ Ես լուրջ եմ ասում, ինքը չի հասկանում ինչ անում։
իրան ինչ թելադրում են, են անում։ Շատ անգամ իրան ձեռ առնելով են թելադրում։ Ուզում են տենան ժողովուրդը ինչ ռեակցիա կտա։ Դրա համար ինքը հիմար մտքեր է դուրս տալի, հիմար գործողություններ է անում։ Այսքան չի կարելի, քեզ դրել են ժողովրդի թագավոր։ Բոլորը հասկանում են, այսինքն բացի նրանից ով չի վաղին պետք է ասի, լսի ժողովուրդը ամեն ինչ լավ հասկանում է։ Բայց լավ ոչ չեն ասում։ Սա շատ կարևոր միջոցառում է։ Լինելով անհատական յուրաքանչյուրի ցանկության կրողը, բոլորս ուզում ենք, որ իրար հետ վերադառնանք եւ որովհետեւ մենք իրարով ենք ապրեցնում եւ ապրում եւ Արցախը հենց այդ մենք բոլորս ենք։ 2 տարի Արցախից հեռու են ապրում, ստեղծագործում արվեստագետները։ Նրանց ստեղծագործելու տարածությունը նույնը չէ, ներշնչման աղբյուրները եւս։ Արվեստագետին ներշնչանքի աղբյուրը այստեղ հայրենիքը շատ մեծ, այսինքն այն հայրենիքը, որտեղ ծնվել ես, այն բնությունը, որով ներշնչվել ես, եւ այն միջավայրը, որը քեզ դարձրել է այդ արվեստագետ եւ արվեստի կրող, այդ ներաշխարհի կրողը, քեզ ուղիղ սնուցում հենց անհրաժեշտ է այդտեղից։ Եվ այս առումով արվեստագետի համար երևի մի քիչ ավելի այսպես նուրբ է այս հարցը, որովհետեւ մի տեսակ սնուցման աղբյուրդ կտրվում։ Նկարիչ Հովիկ Գասպարյանը հիշում է Արշիլ Գորկիին։ Նա Կանադայում ապրելու օրերին երկար չարչարվելուց հետո գութան էր պատրաստել, որ մեկ անգամ գոնե վարաներ, հայրենի Վանի կարոտը թեթևացնելու համար։ Հիմա հասկանում է արվեստագետի ապրումները։ Կամ որ չի ստացում հաղթահարել, ճիշտ է, դրան էլի պայքարատա, կարելի ասած ինչ-որ չափով նորից պիտի հոգեպես վերադառնաս հայրենիք, որ կարողանաս դու ստեղծագործել։ Շատ ազդում, վերինաստիճան են տաս, մի սարսափելի բան է։ Կոմպոզիտոր դաշնակահար Սիմոն Սարգսյանն Արցախից հեռու ապրել է իր ուսանողության տարիներին, երբ սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 8 տարի սովորելուց հետո դասախոս կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը նրան Արցախ վերադառնալու հորդոր է արել։ Արցախցիները տաղանդավոր են, նրանց դու պետք ես։ Այդ նախադասությունից հետո դաշնակահար կոմպոզիտորն Արցախի գյուղերում, քաղաքներում է գործել։ 2 տարի է Երևանում է ապրում, վերադառնալու չդադարող ցանկությամբ։ Ես նորից առանց մտածելու պատրաստ եմ վերադառնալ, քրտնաջան աշխատանք կատարել հանուն իմ Արցախի, որտեղ ես sense գիտեմ Ղարաբաղցիների պսիխոլոգիան ուսումնասիրելով իրանք ուրիշ տեղ չեն կարողանում հարմարվել։ Մեզ մեր հողն է պետք։ Արցախից դուրս գալուց հետո կորստի չափն այնքան չէի զգում, որքան հիմա, նշում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանը։ Ասում է իր երեխաների մոտ այդ ցավն ավելի ակնհայտ է։ Նրանց խոսքի, անգամ դեմքի գույնի մեջ։ Մի խնդիր ունենք, գոնե այս ինձնից ավակ կամ մի քիչ փոքր սերունդը եկող սերունդին դաստիարակի այն տեսակի մեջ, այն հայ տեսակի մեջ, որ ապագան գոնե Արցախից բացի հայությունը ունենա այն շնորհք ասեմ այս պարագայում, այն շնորհքային ուժը, որը երբեմն ուներ կամ 20-րդ դարի վերջերը որ ունեցանք։ Արցախում ստեղծագործող արվեստի մարդիկ հիմա միմյանց հազվադեպ են հանդիպում։ Ասում են փոքրիկ մայրաքաղաքում ամեն քայլափոխի հանդիպում էին։ Հիմա մեծ մայրաքաղաքում ժամանակի զգացողությունը կորցնում են, անգամ միմյանց զանգելու րոպեներն են հաշված։ Նրանք Հայաստանում բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց ամենամեծ խնդիրն այդ սփռված վիճակով աշխատելն է։ Առաջարկում են Հայաստանում աշխատելու մեկ հարթակ ունենալ, միմյանց հետ կքննարկեն կարոտից թեթևանալու, ստեղծագործելու եւ վերադարձի ուղիներ գտնելու հարցերը։ Պես եղավ Ջենեսիսի հարկի տակ։ Մենք հաշվի ենք առել, որ Արցախյան շարժումը որ սկսվել է, դա մեծ նշանակություն է ունեցել մշակույթի դերը, եւ մենք փորձել ենք այսօր հրավիրել մշակույթի աշխատողներին, արվեստագետներին, որոնց կարծիքով կարողանանք հայեմատել եւ առաջին շարժումը եւ նաեւ այսօր ինչ խնդիրներ կա կանգնած արվեստագետների առաջ։ Այն ինչ որ դուք անում եք լավ է, ես մտածում եմ զուգահեռ, չգիտեմ 5 հոգի եք, 6 հոգի եք, առանց ձեր քաղաքական ունեցած վերնախավի, այն ինչ որ վերնախավը, կամ ձեր քաղաքական գործիչներ ինչ որ ունեք, ոչ մեկին չեք թողում մոտենա ձեզ ու ստեղծում եք ձեր նամակները, պահանջները
միջազգային դատարան, չգիտեմ, սենատ, Եվրոպարլամենտ, ձեր պահանջները ձևակերպում եք ու ուղարկում եք ինձ։ Կամ ասում եք, որ մենք պատրաստ ենք հայտարարություններով հանդես գալ։ Ես ամեն ինչ կանեմ, կգտնեմ մարդկանց, ովքեր ձեր նամակները, ձեր պահանջները, դա լինի միջազգային դատարան, դա լինի Եվրոպարլամենտ, դա լինի սենատ, որտեղ ուզում լինի։ Ես վստահ եմ, որ հենց հիմա լիքը մարդիկ կան, ինձ հետ համաձայն կասեն, թող Արցախցին անի, խոսա, պահանջի, մեկը այս ճիվաղապետությունը դա չի անելու։ Ես չեմ ասում, որ մեր պահանջով հենց միանգամից Արցախը տալու են, բայց մենք մի բան կարող ենք ապահովել, որ ոչ մեկի մտքով չանցնի, որ Արցախցին Արցախ վերադառնալու հույսը կտրելը։ Ոչ, ես դեռ էլ Արցախում պետքա լինեմ, ես դեռ պետքա համերգներ ունենամ Արցախում։ Սիմոն ջանիս հետ։ Եղավ Սիմոն ջան, այդտեղ կազմակերպում եք։ Դա չգիտեմ ոնց եք ձևակերպում, կարող արդեն ձևակերպած կա։ Գրեք ինչ եք ուզում։ Ես ամեն ինչս կդնեմ, որ դուք Արցախի հանունից հանդես գաք, ոչ թե ձեր ղեկավարությունը։ Ձեր ղեկավարությունը հակը մեկ չարել ամեն ինչը։ Դրանք նույն Նիկոլներն են, ուղղակի իրանց դեռ չեն բռնել։ Մի մասը բակվում են, մի մասը դեռ չեն բռնվել։ Գործ չունենք ձեր քաղաքական ղեկավարությունից հետ։ Մոռացեք դրանց մասին, դրանք չեն թողելու ոչ մի բան լինի։ Առանձին ձեր այն ինչով դուք ուզում եք, այն ինչով դուք պահանջում եք, Արցախ վերադարձ, ու դիժվան պետք չի։ Աղբեր, դուք պիտի վերադառնաք։ Ձևակերպեք ձեր պահանջը։ Ինձ գտնելը դուք գիտեք ոնց պետք գտնել։ Եղավ։ Ես վստահ եմ հենց հիմա ինձ նայում են մարդիկ, որոնք 10-0 պատրաստ են ձեզ օգնելու համար։ Պայմանավորեցի։ Սա մասին եմ ուզում լսենք։ Սա զրուցել են թուրք դերասանուհի Բուրջու Բինիջիի հետ, որը դենկատեստ է անցել ու պարզվել է 100%-ով վրացի է։ Լրիվ պատահական։ Мои корни на 100% грузинские и лаские. Я на... Վրացուի չի։ Որտեղ ես կադաներ։ Տիպիկ վրացուի է։ 100% грузинка. Мои корни происходят с Кавказа. Я думала, что мои корни из Ризи. Но когда я сделала тест ДНК, была удивлена, узнав, откуда они на самом деле. Երզրունից։ Ես որ ասում եմ փող ունենամ, անվճար թեստեր կբաժանեմ, ես որ պատահական չեմ ասում։ Տեսեք, ինչ է փոխվում մարդու կյանքում, երբ որ ինքը իմանում է ով է։ Թուրքերը ոնց են կարողացել այս 100 տարվա մեջ ստեղծել մի հատ կոնգլոմերատ, որի թշնամին հայկական պետականությունն է, որի երազանքը հայկական պետականության ջնջելն է, ում եկել այդ կոնգլոմերատը հայտնաբերում է, որ աղբե ջան, հենց մի վայրկյան։ Ես ոչ միայն թուրք չեմ, այլև ես ում որ ուզում են ջնջեն, ես իրանցից մեկն եմ, որովհետև իմ նախնիներն են ջնջել թեկուզ վրացի ու ինձ արգել են թուրք։ Դուք հասկանում եք սա ինչ անելու Թուրքիայի հետ։ Սա ինչ անելու է նաև Ադրբեջանի հետ։ Ես սա էլ եմ դուք ուզում լսեք, չէ, նայեցինք, այս պահին լսեք։ Հենց դա ասացիք, որ փոքրից էլ միշտ կա սովորելու բան, հիմա դասավանդում եք ձեր աշակերտներից ինչ եք սովորում։ Սա բալետի պատվի Ժակլին Սախոշյանն է, մեր թատրոնի, Երևանի թատրոնի շատ տաղանդավոր պատվիներից է, որը ապրում եւ աշխատում արդեն Բեյրութում։ Հիմա ասում եմ ձեր աշակերտներից ինչ եք սովորում եւ պատասխանը լսեք։ Որովհետեւ ինչքան աշակերտն է ուսուցիչից բան սովորում, այդպես էլ վստահ եմ ուսուցիչը ունի բան, որ տեսնում է աշակերտի մեջ եւ իր մեջ մտածում է, որ կարելի է դա էլ սովորել աշակերտից։
Բեյրութում աշակերտից քիչ բան կարաս սովորես, որովհետև Բեյրութի մի քիչ մեր աշակերտությունը մի քիչ շփացած են, բայց ես սովորում եմ իրանցից, ես անկեղծ կարող եմ ասել, ինչ եմ սովորում, սեր դեպի Հայաստանը։ Որը շատ է, չէ՞, Այո, այո, սեր դեպի Հայաստանը, դեպի հայ ժողովուրդ, դեպի հայրենիքդ, իրանք շնչում են հայրենիքով, իրանք ապրում են հայրենիքով, իրանք պատրաստ են իրանց արունը տալ հայրենիքի համար, այդ եմ սովորել։ Վստահ եղեք, ոչ միայն Բեյրութում, այլև Սիրիայում, Հորդանանում, Իրանում, բոլոր գաղութներում կա այդ զգացումը։ Հասկանում եք։ Ու մեզ Երևանից գնացածների համար, Հայաստանից գնացածների համար, դա բան է, ոչ նորմալ իրավիճակ է։ Երևի նրա համար, որ մենք հայրենիքում ենք ապրել, այդ դե մեր համար նորմալ է, որ մենք հայրենիքում ենք ապրել, էլի։ Իրանց մոտ չէ, իրանց մոտ դա մի հատ չիրականացված երազանք է։ Ես հիշում եմ իմ ընկերներից մեկը, Թալինը Կանադայից, պատմեց, որ ինքը առաջի անգամ, որ եղել է Երևան, գնացել է Արամ Մանուկյանի գերեզման։ Իր կյանքի երազանքն է եղել, ասես գնացել եմ Արամ Մանուկյանի գերեզման, ես ասել եմ մի վայրկյան, բայց ոնց որ ես չեմ գնացել։ Ինքս իմ համար եմ մտածում, ես Երևանում եմ ապրել։ Ես չեմ գնացել Արամ Մանուկյանի գերեզման։ Ինքը Կանադայում, ինքը իհարկե Կանադա եկել է ուրիշ տեղից, երազանքն է եղել գնալ Արամ Մանուկյանի գերեզման։ Միշտ տարբեր ենք մենք մեր պատկերացումներով հայրենիքի մասին, մեր սիրո դրսևորումներով հայրենիքի մասին։ Գիտեք ինչքան մարդ կա այդ ցանկություններով ապրող ու Ժակլինի հայացքի պարզությունը, բանը, ժպիտը, որ ինքը հայրենիք սիրելը նեղից է սովորել այդ երեխեքից։ Ինքը մինչև էլ է սիրել իր հայրենիքը, ուղղակի ինքը ուրիշ ձև։ Մենք մեր հայրենիքը սիրել ենք, իմ համար հայրենիքը եղել է իմ հայրենիքը, այն տարածքը, կոնսերվատորիան, օպերան, ֆիլհարմոնիան, իմ բաժին, իմ երրորդ մասը, իմ Զանգվի ձորը։ Այդ իմ պատկերացումների մեջ է եղել իմ հայրենիքը։ Բեյրութում ապրած երեխայի համար հայրենիքը դա ուրիշ բան է, որը այս բանն է, էմոցիաներն է հիմա Ժակլինի դեմքի վրա կարելի է կարդալ, որ այս տարիքում ինքը այդ երեխեքից սովորում է հայրենիք սիրել, հայրենիք զգալ։ Գիտեք, քանի տասնյակ միլիոն մենք կարող ենք ունենալ գտնել այդ զգացումով ապրող հայ։ Վստահ եղեք։ Մեզ երբևէ կոնկրետ թիվ չեն ասել, որ մենք մեր զորությունը չզգանք։ Էլ չեմ ասում, եթե մենք սկսենք իրոք բոլոր տեղեր մեր հայկական միջավայրն ունենալ, բոլորին հետաքրքրել որպես ժողովուրդ։ Մարդիկ սկսեն ասել, հա, իմ ջալոց, իմ պապն էլ հայ եղել։ Ես մի քիչ կտրված եմ եղել։ Մոնտեն միջև 10 տարեկան հայերեն չի էլ խոսացել, չի էլ իմացել, որ ինքը հայ է։ Չի իմացել այդ երեխան։ Ու մեկ էլ դարել է Մոնտե իմանալուց հետո։ Ուզում հաղորդումը վերջացնեմ այս բանով։ Զինվորին հարց եմ տալ, ինչ է նշանակում պարտվել։ Ասում չգիտեմ, ինչ իմանամ, ես հայ եմ։ Ես պարտվել չգիտեմ։ Այս հոգեբանությամբ պետք է ապրել։ Ու սա իրականացնել ոչ թե ասելու համար, չէ, ապրելաձև։ Գիտեք, մարդիկ ոնց են պահիտակ ինքնադրսևորվում, ոչ թե որոշումով, այլ նախորոք ինչ կա իրենց մտքի մեջ։ Որովհետև պետք եղա ժամանակ դու ժամանակ չունես մտածելու ոնց պետքա դու ինքնադրսևորվես։ Քո մեջ ինչ կա նախորոք, դա էլ դուրս է գալու։ Վախկոտ ես փախնում ես, համարձակ ես դիմադրում ես, խելոք ես մտածում ես։ Հասկանում եք, այս սենց է պետք ապրել, որ ինչ է նշանակում պարտվել։ Ես ինչ իմանամ։ Ես ասեմ, ես չգիտեմ պարտվել, ես չգիտեմ նահանջել, ես չգիտեմ հանձնվել, դա խոսք չի, դա ապրելաձև է։ Այս նոտայի վրա ուզում եմ այսօր ավարտել։ Կնայի, որ շատ խոսացի, 1 ժամ արդեն 29 րոպե։ Բայց երևի պետք է։ Տարածեք, եթե համաձայն եք, լավ մնացեք։